Հակություն էր, ոնց ասեմ։ Պարոն Դանիելյան, մեր հասած տեղեկություններից մեկով այս մահվան դեպքերից հետ կապված եւ անձ ունեցել է առողջական խնդիրներ, բարձրաձայնել է այդ մասին, ազանգել է, բայց պատշաճ բուժօգնություն չի ստացել։ Դուք այս հարցը արդյոք քննարկել եք պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ, եթե ազատազրկվածը նման ազանգով դիմում է, իրենք ինչ քայլեր են ձեռնարկում։ Ես ոչ միայն այդ, ես պարբերաբար այս խնդիրների մասին եւ հրապարակայնորեն եւ ոչ հրապարակայնորեն խնդիրը բարձրացնում եմ։ Տարբեր ատյաներին ես ուրախությամբ պիտի նշեմ, որ այս հարցի վերաբերյալ քրեակատավական հիմնարկների հարցի վերաբերյալ կոնկրետ ես կարող եմ մի գերատեսչության, մի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իմ բարձրացած հարցերին վերջին մի քանի ամիսների ընթացքում պատշաճ վերաբերմունքի արժանացնում է։ Այլ օղակների վերաբերյալ ես նույնը կներեք, բայց չեմ կարող ասել, որովհետև այդ խնդիրները ինչը որ ես ճիշտ է, որոշակի առումով վերաբերմունքի փոփոխություն կա, բայց ամեն դեպքում խնդիրները պետք է լուծվեն։ Այսինքն մենք ակնկալում ենք խնդիրների համապարփակ լուծումներ։ Ոչ թե մենք խնդիրը բարձրաձայնենք եւ դա դառնա հերթական վիճակագրությունը, այլ մենք գլոբալ պետք է փոփոխություններ ենթարկենք քրեակատարողական հիմնարկներում։ Կրկնում եմ, պահման պայմաններից սկսած, պատշաճ դեղորայքի տրամադրումից սկսած նրանից, որ մարդը ամիսներ շարունակ չպետք է հերթագրվի, օրինակ, եւ սպասի, թե երբ պետք է իր հերթը գա։ Սա խնդիրներ է առաջացնում։ Դեպք կա, ես օրինակ այդ դեպքով եմ, քանի որ մամուլով կա այս խնդիրը եւ ես մամուլն էլ արձանագրել ես ամեն ինչը, ես այդ խնդրի վերաբերյալ հարցեր եմ բարձրացրել, որ վերջին, եթե չեմ սխալվում դեպքի հետ կապված, նաեւ արյան ուրեմն մարդու բերանից արյուն է եկել, եւ այսինքն մենք չպետք է հասնենք այն վիճակին, երբ որ արդեն մարդու վիճակը ծայրահեղ ծանր լինի եւ անդառնալի հետևանքներն են, նոր գնանք այդ դեպքերի հետևից։ Կներեք, շատ մանրամասներ չեմ կարող հայտնել, որովհետեւ քննարկումը փակ քննարկում է եւ ընդհանուր ասում եմ նրա մասին ինչի որ հրապարակել առանց առողջական խնդիրները բացահայտելու կարող եք ասել գործընթաց քննարկում սկսել է Միքայել arczepiskopos Աջապայանի վիրահատության հետ կապված թե ոչ։ Ում հետ քննարկումներ սկսվի։ Քրեակատարողական ծառայության արտադրության նախարարության։ Ոչ թե քննարկումներ պետք է սկսվի դրա հետ կապված, այլ կա հստակ օրենքի նորմ, եթե մարդուն այդ խնդիրը ունի, պետք է այդ մարդուն արդեն շատ արագ, դες բացատրեցի ինչ է։ Բյուրոկրատական քաշք հաստաբանը դիմել է, հիմա ասում են ինչ որ մի կետի բան չկա, ինչ որ ստորակետի, ես իմ չգիտեմ, նախադասության եւ այլ։ Դե իհարկե միտում տեսնում եմ, եթե այս ամեն ինչը ձգձգվում է, ես միտում տեսնում եմ, ի՞նչ է նշանակում, ասենք, արհեստական խոչընդոտներ ստեղծել։ Այ մի ստորակետի կամ մի, չգիտեմ, մի բառի, եթե ես նոր էլ ասացի, եթե ինչ որ խնդիրներ կա, իրենք կարող էին դա օրինակ ասեն, ոնց որ հիմա ասեցին, կարող էին ասել եւ մենք արագ այդ խնդիրները լուծեն, իրենք էլ արագ շահագրգռված լինեին, օրինակ մեկ օրվա ընթացքում այդ խնդիրը լուծել, ոչ թե տարբերի գնար, ես մի թուղթը տար մի հատ, մի թուղթը բեր մի հատ, ստորակետը սրիշին հետ։ Ես հուսով եմ, որ արագ այդ խնդիրը կլուծեն։ Այդ խոստումը եղել է արագ այդ խնդիրը լուծելու, տեսնենք։ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել էր, քանի որ 301 թվականին հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, ճիշտ կլինի, որ 10-55 բոլոր եկեղեցիներում հնչի օրհնեկը, դրոշը տեղադրված լինի։ Առավոտել ասել դրոշը տեղադրվեն եկեղեցու դռան մոտ կամ ներսում մի տեղ։ Որպես խորհրդարանական ընդդիմություն, ինչ այլ առաջարկներ կարող եք ներկայացնել Նիկոլ Փաշինյանը։ Հիմա կարող է մի երկու պատարակ հետո ասենք ուզենա օրինակ այլ իր սրտի մոտ երաժիշտների կամ երգիչների երաժշտությունը հնչի։ Ասենք սուպեր սակոյի երաժշտությունը կարող է ասենք որ կներեք, ասենք պատարակից առաջ սուպեր սակոյի երաժշտությունը հնչի։ Չի բացառում, չէ՞ որ մի օր առավոտը արթնանա, սրտիկ դնի, չգիտեմ, ծաղիկ դնի եւ ասի այլևս Պարզ է, չէ՞ որ սա հայտարարություն է, ինչի մասն է խոսքը։ Այսինքն ինձ համար զարմանալի է չի, այն որ արդեն ԱԱԾ-ն, որ արդեն կամաց վերածվում է NKVD-ի, արդեն գնում է եւ ուրեմն քահանաների հորդորում է, չէ՞, ասենց չգիտեմ, նոր բառը, չէ, հորդորում է։
ասենք խնդրում են, դե գիտեք, չէ, ԱԱԾ-ի խնդրանքը որն է, ասենք ԱԱԾ-ն գնում է, բան, խնդրում է, էլի, ասենց խնդրում են քահանաներին, խնդրում են, որ կաթոլիկոսի անունը զեղչեն, Արցախի անունը չտան, խնդրում են, արդյոք խնդրում են, Դրանից խնդրանք էլ համարում եք։ Չակերտավոր հեգնում եմ, չեք հասկանում, ոնց կարա ԱԱԾ աշխատող գնա քահանային խնդրի, որ օրինակ դա ինչ է, սահմանադրությամբ էլ 100 անգամ ասել ենք, չէ, որ այս մարդ իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերի, սա ուղիղ քրեական գործ է, այդ մարդն էլ ինքն էլ խոստովանեց, որ այո, ինքն է հորդորել ԱԱԾ-ին, որ ԱԱԾ-ն էր հորդորի քահանաներին, հորդորի հորդոր է, էլի, հորդորի որ հորդոր են, Շիրակի թեմը հրաժարվեց, անգամ այդ Շիրակի թեմի հոգևորականները երբ հրաժարվեցին, անգամ ԱԱԾ-ականների հորդորներից, սա ինչ է կարծում, ըստ փորձագետների սա արտագեր նաև։ Հուսով եմ Շիրակի թեմի հոգևորականները չեն հայտնվի քրեակատարողական հիմնարկում իր հորդորը մերժելու համար։ Մտավախություն ունեք այդ ուղղությամբ, որ կհայտնվի։ Ինչի պարզ չի որ մտավախություն ոչ թե մտավախություն, այլ այսինքն, չգիտեմ, էլի ինչ բառ օգտագործեմ, որ տեղին լինի, ավելի քան պարզ է, չէ՞, մարդը ինչ ճանապարհով է գնում։ Մինչև դրանից առաջ էլ Արշակ Սրբազանին էին հորդորել, որ հորդորվի եւ միանա տիրադավներին, հերձվածներին եւ մերժի կաթողիկոսին։ Այդ հորդորը չէր տեղ հասել եւ այնուհետև հայտնվեց 7 տարվա առաջվա, այն որ ասում է պլանը ջեբը գցելու օպերացիան իրականացվեց։ Ներողություն, ճիշտ եմ հասկանում, որ քանի դեռ այն ձեր նշած տիրադավները չեն խոսել, նրանք եկեղեցու մասն էին, հոգևորական էին, դրանց չէր կարելի թիրախավորել, բայց հենց այն դիրքորոշում են հայտնում, դառնում են տիրադավ, տեսեք, տիրադավությունը դա ոչ թե իմ գնահատականն է, տիրադավությունը կոնկրետ եկեղեցին ունի ընթացակարգ, օրինակ, եթե պատարակների ժամանակ զեղչվում է, եթե կաթողիկոսի անունը ուրեմն զեղչվում է, եթե մարդիկ մեկ շաբաթ առաջ կամ ընդամենը դրանից ժամեր առաջ դուք մի հատ բացեք սրբազանների դիրքորոշումը, ասածը, մինչև այդ եւ հորդորելուց, ԱԱԾ հորդորելուց հետո իրենց այլ վերաբերմունքը։ Ասածս հետեւյալն է, այսինքն այդ մարդիկ, որոնք ճնշումների են ենթարկվում եւ ես իրոք իրենց համարում եմ պատանդներ եւ այդ մարդիկ կոնկրետ դրանից հետո չգիտեմ տիրադավությամբ են զբաղվում, հերձվածությամբ են զբաղվում, դա դրա մասին է խոսում։ Օրինակ հասարակ մի բան ասեմ։ Այնտեղ որոշները կան պատանդներ, իրանք են ասում, որ իրանք են, չէ, պատանդ չի։ Կոնկրետ իր ապարագայում իմ գնահատումն է դա, բայց սենց մի կարևոր մի հատ հարց կա, էլի։ Հարցի նաև բարոյական կողմը կա։ Միքայել Սրբազանը այսօր գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Այն մարդը, որ ասում է Միքայել Սրբազանի եղբայրն է, այդ մարդը գնում է, ներխուժում է, ուրեմն Շիրակի մարզում գտնվող ուրեմն եկեղեցում եւ իր հոգեվոր եղբայրը, որ անազատության մեջ է, այսինքն զորբարությամբ գնում են եւ այնտեղ կեղծ կատարակ են անում։ Այստեղ նաեւ հարցի բարոյական կողմը կա։ Պարոն Դանիելյան, Մայրաթորը հայտարարեց, որ եպիսկոպոսած ժողովը հետաձգվում է, իշխանականներն ասում են, որ Գարիկին երկրորդ կաթողիկոսը չունի իշխանություն այլևս եւ չի կարողանում ժողով գումարել, դուք ինչպես կմեկնաբանեք։ Ինչ նշանակում իշխանություն չունի։ Կարող բարձրաբանել որ նա ըստ իրենց գրառումների ասում են, որ չի տիրապետում իրավիճակին, իր վերահսկողությունից դուրս է եկել եւ հիմա ժողովները տապալվում են։ Մենք սրանից առաջ ինչից ենք խոսում հարգելի Նարեկ։ Ձեզ հետաքրիր է, այսինքն այդ մարդկանց նկատմամբ ճնշում է գործադրվում թե չէ։ Ձեզ հետաքրիր չի, օրինակ քահանաների նկատմամբ օրինակ ԱԱԾ-ն կոնկրետ հորդորներ է, ասես մեղմ ասած հորդորներ է իրականացնում։ Գներեք, բայց այդ հարցը ես եմ տվել, Չէ, ես պատասխանատու ես եմ այդ թեման զարգացնում։ Ես տպավորություն չեմ ստեղծում, հանգիստ հանդարտ եղեք, ես տպավորություն չեմ ստեղծում, ես ուզում եմ տրամաբանորեն գանք հասնենք այնկետին, թե ինչա տեղի ունեցել։ Տեղի ունեցել հետևյալը։ Կոնկրետ ուժային կառույցները ներգործություն են ցուցաբերում անգամ քահանաների եւ բարձրաստիճան հոգեվորականների նկատմամբ։ Սա ինձ համար ամենակարևոր արձանագրումն է, որ պետք է անենք։ Վաղը ինչ իրենք կասեն, ինձ հետաքրքիր չի իրենց ասածը։ Ինձ հետաքրքիր են փաստերը, իսկ փաստերը ցույց են տալիս, որ կոնկրետ ուժային կառույցների մեթոդով ներգործություն է տեղի ունենում եկեղեցու ներքին գործերի։
Էտա փաստը ռեալ գետնի վրա, փաստը դա է։ Այն մնացածը դա եկեղեցու ներքին գործերն է, բայց այն որ այս մարդը արդեն միջամտում է, դա անարարկելի փաստ է։ Որ եպիսկոպոսատ ժողով հնարավոր չի լինում գումարել, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ իշխանությունը վերազանցել է իր բոլոր լիազորությունները, անբացատրելի եւ աննկարագրելի ճնշումների է ենթարկվում Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, ենթադրում են, որ անգամ օկուպացիայի ժամանակահատվածում, բոլշևիկյան ժամանակահատվածում եւ դրանից առաջ, ինչպես նաեւ Սրբազան հայրը նշեց, թուրքական օկուպացիայի ժամանակ այս կարգի ուրեմն ճնշումներ եւ այս կարգի անբարոյականություն երբեք տեղի չունեցել։ Եթե դուք ինձ նման մի բան հիշեցնեք, ես կհրաժարվեմ այդ մտքից, ես չեմ հիշում մի դեպք, երբ որ Սրբազանի ուրեմն կալանավորեն, տանեն եւ այդ դրանից հետո արդեն մուտք գործեն եկեղեցի եւ զբաղվեն պղծությամբ։ Նման բան տեղի չի ունեցել։ Հետո որ Աշոտ Սրբազանի կալանավորությունից հետո արդեն ճանապարհը բացվել է եւ հաղթարին հնարավոր է